Թևոսյան 1 դրոպ 3 բնակելի համալիր, քո երազանքի բնակարանն արդեն պատրաստ է։ Գնիր բնակարան տարաժամկետ վճարման տարբերակով, վայելիր այն ամռանը։ Հրաժարություն պատվարժան դատարան, հարգելի ներկաներ, հարգելի հայրենակիցներ, փաստաբանները մանրամասն ներկայացրեցին կողմի եւ քաղաքական եւ տեխնիկական բնութագրերը, արձագանքելով հարգելի մեղադրողի ընդհանուր ձևակերպումներին։ Իհարկե, այստեղ մեծ գայթակղություն կա մտնել հարցի տեխնիկական կողմի մեջ, ինչպես արեց հարգարժան փաստաբանը, օրինակ ասելով, որ ինձ մեկսագրվող արարքներում վկայակոչվող վկաների ճնշող մեծամասնությունը այլևս հարցաքամվել է եւ սա իրավիճակի փոփոխություն է, որը պետք է որ հաշվի առնել հետագա կատարման միջոցների քննարկման կամ բացառմանությամբ։ Իհարկե ես իմ կողմից կարող եմ շեշտել, որ 6 ամսվա ընթացքում 21 անգամ պրոբացիայի ծառայություն այցելել եմ տուն։ Իդեպ այցելել են ոչ միայն մարզային պրոբացիոն ծառայությունը, որը որպես կանոն զբաղվում է, այլ այցելել են նաև Երևանի, չգիտեմ անունը իրենց կենտրոնական աշխատակազմի համակարգչային հսկողության բաժնի աշխատակիցները։ Այսինքն այդ 21 այցելությունները չեն արձանագրել գետ մեկ խախտում, ավելի եղել են բազմաթիվ զանգեր ստուգիչ այդ սարքի միջոցով եւ որևէ անգամ որևէ խախտում չի արձանագրվել, չի արձանագրվել բառը տեղին չի գուցե, որովհետեւ ոչ թե եղել է չի արձանագրվել, այլ չի եղել դա։ Պարզապես ձևակերպումը չի արձանագրվել։ Իրականում այս ընթացքում ռեժիմը մաքսիմալ պահպանվել է, ավելին ասեմ ձեզ, սա պետք է ասեմ անպայման, թե լավ հետո կասեմ։ Չեզում եք գատական է, բայց հետո հասկացա, որ կարող է չհասկանան 90% դալիճի իրավաբաններ են, երբ որ ես նախկինում կրթության նախարար է, եթե թույլտակ այն անձած ասեմ։ Օրինակ բերեմ, լավ չբերեմ։ Այս անգամ համաձայնեցի, որ կորգանակի խոսքի վրա, շատ լավ։ Քաղաքական բաղադրիչի մասին խոսելիս, ես դատավարությունը իր սկզբան, ոչ միայն դատավարություն, ես քրեական գործը, որտեղ ինձ մեկսագրվեց մեղադրանքների շարք, ի սկզբանե դիտարկել եմ ոչ միայն ես, այլ նաև բազմաթիվ քաղաքական ներհայաստանյան եւ միջազգային կառույցներ, որպես քաղաքական հետապնդում։ Հետապնդումը շարունակվում է այն առումով, որ ցանկացած խափանման, անգամ եթե խափանման միջոց չլիներ մնալ միայն մեղադրանքը, դա քաղաքական հետապնդում է։ Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեաժողովի կողմից ընդունված համապատասխան մեթոդական ուղեցույցի շրջանական, բայց այ հիմա չեմ ուզում քննարկել, բնում եմ մի կողմ։ Քննարկեմ շատ ավելի կոնկրետ բան։ Ես Հայաստանում տեսանելի եւ առաջատար քաղաքական կուսակցություններից մեկի փոխնախագահներից մեկն է, որի գործունեությունը սահմանափակվել է այս քրեական քաղաքական հետապնդման արդյունքում 2 տարիներ քաղաքական, արդեն ես 2 տարի կլինի, այսինքն 1 տարի եւ 9 ամիս կալանք հետ կապված եւ մի կարևոր հանգամանք է 2.5 տարի էլ իմ գործունեությունը ամբողջությամբ սահմանափակվել է միջազգային քաղաքական հարթակներով։ Ուզում եմ հիշեցնել, որ 2023 թվականի նոյեմբերին է ինձ մեկսագրվել է ինչ արարքը, որի պատճառով սեկտը սպառվել է, մի անգամ են ինձ բաց թողել Լեռնային Ղարաբաղի հետ կապված փակ քննարկմանը շատ կարևոր մի ձևաչափով, դրանից էլ ավելի կարևոր քննարկումներին բաց չեն թողել, դրանից հետո բանտարկել են, դրանից հետո տնային կալանքի տակ են պահում։ Իսկ ես ներկայացնում եմ նաև Հայաստանի ամենամիջազգայնացված քաղաքական ուժերից մեկը, որի արտաքին կապերը, փորձը եւ գիտելիքները շատ կենսական են եղել Հայաստանի համար նախկինում եւ առավել եւս հիմա, երբ որ մենք գտնվում ենք շատ բարդ տարածաշրջանային գլոբալ քաղաքական զարգացումների մեջ։ Ես 2.5 տարի չեմ կարողանում իրականացնել իմ քաղաքական մանդատի գործունեության կարևոր ուղղություններից մեկ արտաքին քաղաքականությունը։ Ավելին ասեմ ձեզ, տնային կալանքի պարագան էլ ավելի չեմ կարողանում, ինչու, որովհետև դատարանի որոշմամբ ես ունեմ կոմունիկացիայի արգելք եւ վերավոր եւ էլեկտրոնային։ Այսինքն անգամ եթե բանտից կարողանում էի գրել նամակ խնդրել փաստաբաններից, ասել սկանարեք, ուղարկեք ԵԺԿ քարտուղարին արտաքին գծով կամ ես իմ արտաքին միջազգային հիմա դա չեմ կարող դա անել։ Այդ կոմունիկացիան արգելված է։ Ներքաղաքական գործունեությունը սահմանափակված է 2 տարի, որովհետև չփոփենք իրար
թվացյալ լիբերալ մոտեցման, որ պատվարժան դատավորանը ցուցաբերեց, որ ես իրավունք ունեմ շարունակել հրապարակել հոդվածներ, կներեք, Սալժենիցինն էլ թաքուն իր գուլագից իր գիրքն է տպում, բայց դա ոչ ոք չէր ասում, չէ, որ ստալինյան դատարանները այդքան ժողովրդավար են, որ հանդուրժում են, որ Սալժենիցինը տակից, Սիբիրներից, Մագադաններից, գուլագի համապատասխան նորերներ ուղարկել, կամ Բարիս Պաստերնակը դոկտոր Ժիվակով տպել կալանքի մեջ գտնվելով այդ իր տնային կալանքի մեջ գտնվելով ուղարկել Եվրոպա կամ Ամերիկա, որ այնտեղ տպել է։ Այսինքն այն փաստը, որ ես կարողանում եմ գրավոր հոդվածներ տպել, բացարձակ չի վկայում այն մասին, որ ես քաղաքական գործունեություն եմ կարողանում իրականացրել, որովհետև քաղաքական գործունեությունը նաև ենթադրում է կենթանի շփում ընտրողների հետ, քաղաքացիների հետ, նաև ենթադրում է տեսա ըստ անհրաժեշտության ոչ թե լիբերալ, որ թվացյալ լիբերալ որոշում կայացած պատվարժան դատարանի 3 րոպեանոց բրիֆինգի ցուցողությամբ եւ այլն եւ այլն։ Իմ քաղաքական մրցակիցներն ու հակառակորդները 7-24 ռեժիմով, բենզակալոնքի ռեժիմով Facebook-ում են, խոսում են, գրում են, սուպերմարկետի ռեժիմով ինչ-որ մարդկանց վրա բաներ են ծախում։ Ես ինչ գործիքակազմ ունեմ, որ մրցում եմ պատվարժան դատարան։ Ես չունեմ այդ գործիքակազմը։ Հաջորդ չէ, դա լուծում չի, կներեք, իմ գործընկերների եւ ընկերների ցավը տանեմ, իրանք իրանց գործը մաքսիմումով արել եւ անում են, բայց այդ նույնը ոնց որ կներեք, անձի ձեր ոնց որ ասեմ կներեք, ձեզանից հեռու, դուք չլինեք մեկ ուրիշը sense համով ֆոտո դատական նիստերը կապող, իհարկե չէ։ Դուք ձեր բանն եք տալիս, հմայք եք հաղորդում ես։ Ընկեր մասնագիտական գիտելիքները, փորձը, այդ բանը մի կողմ, հումորային ձևակերպումները, ամեն մեկը իր տեղն ունի, կներեք, այն մարդիկ, ում հետ ես կարողանում եմ շփվել, չեն կարող շփվել իմ գործընկերների հետ, որոնք ինձ փոխարինում են։ 1080, քաղաքականությունը այնպես չի, որ բանը, կներեք, շիստիրոնկա է այդ մարդը, զամեն արեցի, մյուս շիստիրոնկեն լավ աշխատում է, չէ, մենք շիստիրոնկա չենք, ամեն մեկ ունի իր հնարավորությունները, կապերը, ասելիքի ձևը, վստահության մակարդակը, փորձը եւ այլն, այդ շատ լավ հասկանում եք վստահ։ Հաջորդը, այդ արտաքին քաղաքականի մասին խոսելիս, տեսեք, մարտի 20-ին նախ այս ընթացքում բոլորը տեսել են, մի քանի անգամ դիմել են, որ մի քանի օրում մեզ թողեք ԵԺԿ քաղաքական համաժողովների չեք թողել, թողեք ԵԺԿ համագումարների չեք թողել։ Ընդհանուր է նշում, բայց վերջի իրադարձությունները նոր մասնակցությամբ կապված։ Գալիս եմ դրան։ Որոշակի բացը։ Գալիս եմ դրան, այո, իմ մեղքն է աղում, բայց իմ մեղքը որտեղից, որովհետև դուք արտիլել եք, որ ես էլեկտրոնային նամակ կարդամ, կարդում են այն մարդիկ, ովքեր դա ստանում են, պատմում են իմ փաստաբաններին, փաստաբաններս ինձ են պատմում, ու այդ մի կտորը, որ դեդլայն կա, վերջնաժամկետ կա դրանցման, դուրս է մնացել, եթե ես ուղի գոնե հաղորդակցման իրավունք ունենայի, ուղիղ կկարդայի, կասեի պատվարժան դատարան, չեմ կարող հետաձգել, հիմա որոշում կայացել։ Ամսի 20-ին մարտի ունեմ Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական վերաժողովի նիստ, որին արդեն հրավիրված է։ Ապրիլի վերջ Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարն է կոնգրեսն է, որտեղ ՀՀԿ-ն իր պատվիրակությամբ մասնակցելու է եւ որքանով ես տեղեկացա ինձ այցելող իմ գործընկերներից, ես լինելու եմ հայտի մեջ հանրապետական կուսակցության պատվիրակության ղեկավար։ Այդտեղ Եվրոպայի ղեկավարության կեսն է, ասենք ասեմ, որ ավելի ընկալելի լինի, թե ուր եմ ես հրավիրված եւ ինչ պետք է մեր պատվիրակությունը այնտեղ անի։ Ձեզ այցելող գործընկերները ընդհանրում են գործող պատգամավորներ։ Հա, գործող անդիմադիր պատգամավորները, սա հատուկ բան է, շեշտ է։ Մայիսին կա մյուս միջազգային շատ մեծ քաղաքական ընդհանուր կոչվող միջազգային դեմոկրատական միություն ֆորումը Բրյուսելում, որտեղ բացառության կարգով որտեղ մենք այնտեղ անդամ չենք, բայց ինձ հրավիրել են, որպեսզի հասկանանք տարբերությունը ԴԺԿ-ի եւ այդ ֆորումի, այդ միջազգային ֆորումում ամերիկյան քաղաքական վերնախավն է լինելու, հաշվի առնելով վերջի տարածաշրջանային եւ գլոբալ զարգացումները, կարծում եմ ավելի քան կարեւոր է եւ ճիշտ, որպեսզի Հայաստանից մասնակցություն լինի, որքանով ներկայացված է այն ես եմ հրավիրել, կամ գուցե եւս մեկը։ Հաջորդը քաղաքական գործունեության կտրուկ սահմանափակում նաև այն փաստը, որ ես լինելով ՀԿ փոխնախագահ չեմ կարողանում որևէ կերպ կապ հաստատել իմ վերադասի, իմ գոլեգաների կամ այլ շարքային կուսակցականների հետ, որովհետև չունեմ հեռախոսազանգերի իրավունք, չունեմ համակարգության իրավունք,
չունեմ հանդիպումների իրավունք բացի ՀՀ գործող արժե դեպուտատներից։ Եվ հիմա չասեք, որ դեպուտատների ձեր գործընկերների միջոցով փոխանցի Սերժ Սարգսյանին ինչ ուզում եք փոխանցել, իհարկե այդպես չի, որովհետև լիքը բան կա, որ ես ոչ մեկին չեմ վստահված իրենից։ Եվ ես անձամբ եմ ուզում իրեն ասել։ Կներեք, օրինակ ենթադրենք ֆրակցիային պետք է քննադատել, ՀՀԿ պատգամավորներին, ասում գիտեք, պարոն Ամիջանյան, Տիկին Մկրտչյան, պարոն Աբրահամյան, պարոն Մարկարյան, անպայման կետակ Սերժ Սարգսյանին կասեք, որ դուք վատ եք աշխատում, ու դա ես եմ ասում։ Ես դες հիմնավորում եմ քաղաքական կտորը, ասում եմ հաջորդ կտորը։ Այո, այն որ ուղի դրանցանքում այրական դարություն դա անուշում։ Եվ ձեր ասած սրացումներով տարբեր շրջաններում սրացումների կապված ինչ-որ վերցնել, դա ձեր գործընկերների միջոցով կփոխանցեք կամ ձեզ ընձեռնված ձեր կողմից իշխած են սահմանափակ հնարավորությամբ, եթե իհարկե այս քննարկման արդյունքում դա է ուզում կայացվի, ձեր իրավունքները կմնան սահմանափակված։ Դուք արդեն վճիռը կայացել եք այդ տեսեք, եկեք նայեք, թե ես դա ժամանակ ունեմ ձեզ համոզելու, որ դա եթե ձեռը հետ շատ լավ, եթե այդ որոշումը մնա ուժի մեջ, ապա այն վերը նշված բոլոր 6 օգուտություններով պատմելու են դատարան, ինչ սահմանափակումները մնալու են ուժի մեջ, քաղաքական հետապնդումը շարունակվելու է նույն ծավալով, Հայաստանի քաղաքական դատական համակարգի նկատմամբ միջազգային ատյանների կողմից տրված գնահատականները բազմաթիվ ԱՄՆ պետդեպից մինչև Freedom House, Economist-ից մինչև Transparency, որ դատական համակարգը քաղաքականացված է, կախյալ է եւ կոռումպացված, իսկ այդ դատական համակարգի առնվազն թոփի սկանդալային գործերից մեկը ինքն է, ակնհայտ է, որ ճակատավոր իմաստով մենք այդտեղ լումա ունենք այդ բացական ձևակերպումների մեջ, ընդհանրապես կարող են այդ ձևակերպումները նոր մի սուարին ստանալ։ Եվ վերջինը, չէ նախավերջինը, եւս մի հիմնավորում, ինչու եմ խնդրում միանում իմ կազմավորներին եւ միջնորդում ձեզ վերացնել խափանման միջոցը։ Ես դες ուղիղ ասեմ, մի անգամ ակնարկել եմ Դավիճում, հիմա ավելի ուղիղ ասեմ, պատվորել։ Ես վստահ չեմ, որ այն սարքավորումը, որ դրված է մեր տանը, չի համալրվել Հայաստանի համապատասխան հատուկ ծառայությունների կողմից գաղտնալսող հնարավորություններով եւ չի իրականացնում մեր տանը, որտեղ ես ապրում եմ, ոչ միայն քաղաքական, այլև անձնական բնույթի տեղեկատվության հավաքագրում։ Եվ դուք, որպես ավելի փորձառու մարդ այս ոլորտում եւ անաչառ, ենթադրում եմ, որ այդպես է, լուծում տվեք այս հարցին, մենք կարող ենք անկախ ձեր որոշումից կազմակերպել փորձակնություն այդ սարքի, որ իմ ոտի վրա ստի մասին չի խոսքը։ Այն մեծ սարքի, որ դրվում է իրականություն։ Ես խորը եւ հիմնավոր կասկածներ ունեմ, որ այդ սարքը մեր տանը դրած պարունակում է գաղտնալսման ֆունկցիա, որը իրականացվում է այն դեմ 6 ամիս, մտնելով ոչ միայն քաղաքական առօրյա, այլև անձնական դաշտ։ Ոնց կարող ենք, ես այդ բանը չգիտեմ, տղեկ ջան, դուք էլ մտածեք, այդ բանը բարձրացնել։ Էլ ուղիղ եթերում մասնագետը կա քանդի, անաչառ մասնագետները կան, սինոպսիսից բանի տեսին որտեղ են գալու։ Այս մարդիկ կան, ձեր ուժությամբ իհարկե, հերձեն այդ սարքը ու տեսնել, որ ինքը գաղտնալսող է։ Ես ունեմ շատ ստույգ կասկածներ, կարամ այդպես ձևակերպել, որոնք կասկածներ են այնքանով, որքանով դեռևս չեմ կարող ինքս բացեմ ու եկի ցույց տանեմ ձեզ իրավունքս ունեմ, ոչ էլ հասկանում եմ, բայց բովանդակային իմաստով վստահ եմ, որ այդ սարքը իրականացնում է գաղտնալսում մեր տանը, որտեղ տեղի են ունենում եւ անձնական բնույթի շփումներ եւ քաղաքական, որովհետեւ ինձ այցելում են առողջությունից ինձ այցելում են Հայաստանի Հանրապետության գործող ընդդիմադիր պատգամավորները, ինձ այցելում են փաստաբանները, որոնց հետ մենք գործի նրբություններ ենք քննարկում եւ դա նույնպես ես չունեմ տեղեկատվված անվտանգության երաշխիք, հակառակը ես ունեմ հիմնավոր եւ խորը համոզմունք, որ այդ սարքը գաղտնալսում է ինձ եւ ինձ զրույցները ինձ շրջապատող մարդկանց հետ եւ անկախ նայած թե ինչ կորոշեք, խնդրում եմ, որպես դատարան, որը կայացրել է որոշում, որ այդ սարքը օրինական մեր տանը տեղադրել է, ես վստահ եմ, որ դուք չեք տվել համաձայնություն, որ այդ սարքը գաղտնալսի, բայց բոլորս էլ գիտենք, որ հնարավոր է ուրիշ դատական գործերով ենթադրենք մի խոսքով, ես ունեմ այդ կասկածը, որը նույնպես շարժառիթից մեկն է, որ ես ասում եմ, այդ սարքը մեր տնից միջնորդում եմ հանենք, որովհետև այդ սարքը իրականացնում է ֆունկցիաներ, որոնք հաստատ
չեն բխում դատարանի պատվարժան, դատարանի վճռից եւ հաստատ չեն խոսում Հայաստանում հիմնարար ազատությունների եւ քաղաքական իրավունքների պահպանության մասին, ել չասեմ, թե այսպես կոչված թվային կոնսուլյարը ինչ տեմպերով Հայաստանում կառուցվում։ Այսքան ամփոփելով ուզում եմ շնորհակալություն հայտնել այս ընթացքում ինձ սատարած բազմաթիվ մարդկանց, հազարավոր մարդկանց, այդ թվում անկախ քաղաքական ճամբարից, այդ թվում այն մարդկանց, որոնք այլևս մեծ չեն, իր դեմս լուսավորության իշխանների շնորհակալ